Շուրջ 1000 տարի առաջ կառուցված քարե հսկա մի մատյան։ Սպարապետի թողած մեկ տող, որ բացահայտեց դարավոր տոհմի ողջ առաքելությունը։ Հայոց մայրաքաղաք Անիի պահապանների վերջին ուղերձը։ Մարմաշեն, վանք, որ ամփոփում է շուրջ 1000 տարի առաջ տեղի ունեցած ճակատագրական իրադարձություններ։ Ինչ գաղտնիքներ է թաքցնում այս վանքը եւ ուր է տանում պատմությունը, ինչպես եւ ովքեր կառուցեցին այս հոյակերտ համալիրը։ Մարմաշենի եկեղեցական համալիր գտնվում է Շիրակի մարզում։ Համալիրի կառուցումը սկսվել է 10-րդ դարում։ Գլխավոր կաթողիկե եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին։ Հեռավորությունը Երևանից 135 կիլոմետր։ Մարմաշեն, պատմությունը կարծես խնայեց այն ի տարբերություն հարևան Անիի հրաշալի տաճարների։ Մարմաշենը կանգուն մնաց եւ մեզ փոխանցեց Պահլավունիների յուրատեսակ ուղերձն ու պատգամը։ Եվ հենց այստեղ է ամփոփվել մինչև վերջին շունչը մարտնչած եւ Մարմաշենը կառուցած հայոց սպարապետ Վահրամ Պահլավունին։ Վահրամ Պահլավունին ոչինչ չխնայեց հանուն քրիստոնյա հավատքի։ Դրա ապացույցն է այս վանքը։ Առաջին հայացքից Մարմաշենի համալիրը գտնվում է բավականին անսովոր դիրքում։ Վստահաբար, վանքի դիրքը պատահականորեն չէր ընտրվել։ 9-րդ դար արաբական ծանր բռնապետության վերջին շրջանը։ Թշնամիների բազմադարյա գերությունը ի վերջո ավարտվեց հայոց զորքերի հաղթանակով։ Բագրատունիները վերականգնեցին հայոց պետականությունը։ Հենց նրանց իշխանության տարիներին Վահրամ Պահլավունին կառուցեց Մարմաշենի գլխավոր եկեղեցին։ Վահրամը ավելի պանծացրեց այդ տոհմի հռչակը։ Նա եւ սպարապետներ, եւ հայոց իշխանած իշխան է հիշվում, մեր մատենագիրների Մատթեոս Ուռայեցու, Արիստակես Դաստիվերցու կողմից։ Եվ նա արժանի հակահարված էր տալիս Բագրատունյաց թագավորությանը սպառնացող այլակրոն հորդաներին։ Անորեն եւ պիղծ բռնակալ արյունարբու վիշապ Մամլունը ներխուժեց Ծումբ գյուղ։ Այսպես է նկարագրում Մատթեոս Ուռայեցին Բյուզանդիայի վարձու արաբ էմիրի հարձակումը Բագրատունյաց Հայաստանի վրա։ Սպարապետ Վահրամ Պահլավունին զգալով մայրաքաղաք Անի ներխուժման վտանգը 17500 զորքով շարժվեց նրանց դեմ։ Հայ հանճարեղ զորավարը անհնարին թվացող այս մարտում ջախջախեց թշնամուն։
Ըստ Ուրհայեցու Մամլունն ուներ 200,000 զինվոր։ Սա 998 թվականն էր։ Վանալեջի մոտ, Ձումբ գյուղի մոտ փայլուն հաղթանակ տարավ եւ այլևս Ատրպատականի այդ ամիրան չհանդգնեց թափանցել Հայաստան։ Այստեղից էր սկսվում Պահլավունյաց Մարմաշենի, Բագրատունիների եւ հայոց մայրաքաղաք Անիի պաշտպանության զարմանալի եռանկյունին։ Պահլավունիները թշնամիների դեմ պայքարում էին ոչ միայն սրով, այս պայքարին ներգրաված էր նրանց առաջնակարգ կենտրոն Մարմաշենի վանքը եւ դա պատահական չէր։ Տաճարի շինարարության վրա աշխատում էին հայ լավագույն ճարտարապետներն ու վարպետները։ Կարծիքներից մեկի համաձայն Մարմաշենի համալիրի կառուցողը Տրդատ ճարտարապետն է, այն նույն Տրդատը, ով Անիի մայրտաճարի կառուցողն է։ Այն, որ իրականում կաթողիկեն եղել է շատ կարևոր կենտրոն, մեզ հուշում են ոչ միայն պատմական վկայությունները, այլ նաև եկեղեցու եւ նրա շրջակայքի բազմաթիվ արձանագրություններն ու համալիրի տեղանքը։ Շնորհիվ Աստծո, ես Վահրամ իշխանած իշխան, Իցեղե Պահլավունի եւ Իզարմից Սրբոյն Գրիգոր հայոց Դուսավորչի հիմնադրեցի ըստ եզրական ուխտս Մարմաշեն եւ կատարեցանք մեծ ջանք եւ բազում ծաղկ ես եւ իմ մայր Շուշիկ հայոց տիկնած տիկին եւ եղբայրքիմ Վասակ իշխանած իշխան, որ նահատակեցավ թուրքած պատերազմի, Աբլղարիբ եւ Մանուկ Համզեն եւ արյամ մեր եւ որդոց մերոց եւ գանձուց առատությամբ եւ ամենայն հնարոք ընտրյանք սխաղաղություն աշխարհիս։ Մեր եւ մեր որդիների արյան գնով խնդրեցինք խաղաղություն աշխարհիս։ Մեր պատմության կարևորագույն արձանագրություններից մեկը, ինչը ստիպեց Պահլավունիներին նման զոհողություն եւ խնդրանք մատուցել Աստծուն։ Առհասարակ արձանագրությունը տվյալ ժամանակի դրոշին է, այնիշ տեղի ունեցավ, այնիշ պատահեց, անմիջապես արձանագրվեց։ Ռազմական գործողությունների ժամանակ անգամ իրենց կյանքը չեն խնայել Վասն Հարենյաց։ Շուրջ 1000 տարի առաջ Ախուրյանի հովտում կառուցվում ավարտվում է Մարմաշենի տիեզերական ուխտը։ Կարելի է պատկերացնել, թե որքան կարևոր խնդիրներ են քննարկվել Պահլավունիների հավիտենական այս անգրվանում։ Այո, 10-11-րդ դարերում վանականները արդեն զբաղվում էին ոչ միայն հոգևոր, այլ նաև երկրի պաշտպանության ու զարգացման խնդիրներով։ Ըստ պատմիչների, Մարմաշենի առաջնորդները մշտական կապի մեջ էին Անիի մայրտաճարի հետ եւ Բագրատունիների ու Պահլավունիների հետ միասին լուծում էին երկրի կարևորագույն խնդիրները։ Հետաքրքրական է, որ մինչ օրս Մարմաշենում պատտվում են խոսակցություններ, թե այս համալիրից դեպի Անիի մայրտաճար տանող գաղտնուղի կա։ Սամվել, ասում են, որ այստեղ գաղտնուղի է եղել, որ նույնիսկ հայրենական պատերազմի ժամանակ փորձել են անցնել, բայց կեսից քանդված է եղել, հետ են եկել։ Մենք էլ լսել ենք մեր ծնողներից, պապերից եկել է այս խոսքը, որը ունեցել են նույնիսկ այնպիսի գաղտնուղի, որը սայլակի կողքից անցել է։ Մինչև Անիի մայրտաճար իրանք կապ են ունեցել գաղտնուղիով։ Իհարկե այդ սովետական միության ժամանակ ով կթողներ գաղտնուղի մնալ, որ մենք տեսնենք, դե պատմելով այդպես եկել է մեր ծնողներից, իմացել ենք, որ կա այդ գաղտնուղին եղել է։ Իրոք,
Շատ ծանր եւ ողբերգական ժամանակահատված հասավ Մարմաշենին եւ Սպարապետ Պահլավոնին։ Լաստի վերցին այդ տարիների մասին գրում է. ամեն մարդ եղծեց իր ճանապարհը ու լցվեց երկիրն անօրինությամբ, արդարությունը սաստիկ նվազեց, անառակությունը աճեց, բազմացավ։ Կանխազգալով մոտակա խառնաշփոթն ու արյունալի ժամանակները Պահլավունիները Վահրամ Սպարապետի գլխավորությամբ հանձն առան մայրաքաղաք Անիի պաշտպանական համակարգի կառուցումը։ Այսպիսով ինչ լայնածավալ քայլերի դիմեցին Պահլավունիները եւ ինչպես էին պատրաստվում պաշտպանել մայրաքաղաք Անին արյունարբու թշնամիներից, որոնք ոչ միայն շուրջ բոլորն էին, այլև ներսում, արքունիքում։ Ամբերտ հայոց ամենաառանցքային ամրոցներից մեկը, ամրոց, որն իշխում էր հորիզոնի բոլոր 4 կողմերի վրա։ Ասում են, ով տիրում էր Ամբերտին, տիրում էր ողջ կենտրոնական Հայաստանին, եւ իզուր չէ, որ Սպարապետը կենտրոնացրեց իր ուժերը նաև այս ամրոցի ամրացման գործում։ Միջնադարյան պատմիչները վկայում են, որ Անի մայրաքաղաքի եւ Բագրատունյաց թագավորության պաշտպանական ողջ համակարգը ծանրացած էր Վահրամ Պահլավունու ուսերին։ Տասնմեկերորդ դարի սկզբին 1000 տարի առաջ Վահրամ Պահլավունին գնահատելով Ամբերտի անմատչելի դիրքը այստեղ եկեղեցի կառուցեց, նաև հսկայական պարիսպներ, Ամբերտը դարձնելով Բագրատունյաց Հայաստանի կարևորագույն պատնեշներից մեկը։ Այն մայրաքաղաք Անին պաշտպանում էր արևելքից։ Հետաքրքրական է, որ Մարմաշենի կաթողիկեն եւ Ամբերտի եկեղեցին, որը Վահրամը կրկին կոչեց կաթողիկե, ըստ ճարտարապետ Թորոս Թորամանյանի բավականին նման են։ Վահրամ Սպարապետը մեծ նշանակություն տվեց այս տաճարին։ Դրա ապացույցն այն է, որ Սպարապետը կաթողիկեն դարձրեց եպիսկոպոսանիստ։ Այս ծորերում ու այս մշուշի մեջ կարելի է պատկերացնել Սպարապետի փառավոր կերպարը մտահոգ ու վեհ։ Այս նույն ժամանակահատվածում Պահլավունիները բջնիի բարձր ժայռերից մեկի վրա վերականգնեցին հնագույն մի ամրոց, որը դարձավ Անիի հերթական պաշտպանը։ Պահլավունիները ճիշտ ժամանակին վերակառուցեցին այս ամրոցը։ Ամրոց, որն անհնար էր նվաճել նույնիսկ երկարատև պաշարումների ժամանակ։ Եվ իրոք, այս պատերը պաշտպանում էին ոչ միայն բջնին, այլև երկար ժամանակ կտրում էին թշնամիների ճանապարհը դեպի մայրաքաղաք Անի։ Կարելի է ասել,
որ պահլավունիների ռազմական եւ շինարարական տաղանդի շնորհիվ բջնին ժամանակի ամենահզոր եւ անպարտելի ամրոցներից մեկն էր։ Բջնիի բերդը ժամանակին կատարեց իր առաքելությունը, պաշտպանելով հայոց մայրաքաղաքը կովկասյան ցեղերից եւ արևելքից եկող վտանգներից։ Քանի դեռ կանգուն էր Բջնիի ամրոցը, անառիկ էր նաեւ անին։ Վասակ Պահլավունին, ով Վահրամի ավագ եղբայրն էր, Բջնիի ամրոցի տիրակալը դարձավ։ Պատմիչները շատ պատմություններ են թողել Վասակի ու իր ուժի մասին։ Վասակը լսելով, որ թուրքերը կոտորելով ժողովրդին ու պղծելով հայ եկեղեցին շարժվում են դեպի Բջնի, չսպասելով հիմնական զորքին, ընդամենը մի քանի 100 քաջերի հետ շտապում է թշնամուն ընդառաջ։ 1021 թվին, երբ Բյուզանդիայի եւ Սելջուկ թուրքերի կամքով վերացավ հայոց արծրունների Վասպուրականի թագավորությունը, նա նույն թվին Բջնիի մոտ ջախջախեց Սելջուկ թուրքերին եւ քանիցս հաղթանակներ տարավ երկրին սպառնացող թշնամիների դեմ։ Վասակ Պահլավունին իր Բջնի ամրոցով ահուսարսափ էր թշնամիներին եւ ամուր թիկունք Վահրամ Պահլավունուն։ Նրա կորստի մեծությունն ու ցավը երևում է Մարմաշենի մեզ արդեն հայտնի արձանագրության տողում։ Ամրոցի դիմաց ձորակում Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը դարձել է ժամանակի գրչական առաջնային կենտրոններից մեկը։ Այս եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունու եղբայր Վասակ Պահլավունու որդի Գրիգոր Մագիստրոսը, ով զոհվեց Վահրամ Սպարապետի վերջին ճակատամարտում։ Մագիստրոսը մեկն էր Պահլավունյաց քաջորդիներից, ում արյամբ ևս Պահլավունիները խաղաղություն խնդրեցին Աստծուց։ Բացի Ամբերդից, Պահլավունյաց Մարմաշենից եւ Բջնիից անին ուներ նաեւ այլ պաշտպաններ եւ հզոր կայազոր։ Հավատացած եղեք, դժվար թե այսպիսի հզոր պաշտպանական համակարգ ունեցող մայրաքաղաքը կործանվեր։ Խնդիրն այստեղ այլ է։ 1020 թվականին, երբ մահացավ Բագրատունյաց Գագիկ առաջին արքան, նրա երկու որդիները ռազմական պայքար սկսեցին միմյանց դեմ։ Վահրամ Պահլավունին կարողացավ հարթել եղբայրների վեճը, սակայն հետագայում տեղի ունեցավ անսպասելին։ Դավաճանություններ տեղի ունեցան, մասնավորապես Հովանես Սմբատ Բագրատունի թագավորի եւ հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձի հայտնի Տրապիզոնյան 1022 թվականի պայմանագիրն էր։ Ըստ պայմանագրի Գագիկ արքայի ավագ որդի Հովանես Սմբատի մահից հետո անին պետք է անցներ Բյուզանդիային։ Այս պայմանագիրը պատմության մեջ մնաց Հովանես Սմբատի կտակ անվամբ։ Իսկ Պահլավունիները եւ որոշ հավատարիմ նախարարներ մնացին միայնակ արյունարբու Բյուզանդիայի դեմ։ Վահրամ Պահլավունին ստիպված էր պաշտպանել մի քաղաք, որն արդեն հանձնել էին նրա տերերը։ Արիստակես Լաստիվերցին այս օրերի մասին գրում է, որ Բյուզանդիայի մոնոմախ կայսրը 4 մեծ հարձակում կատարեց մայրաքաղաք անին գրավելու նպատակով։ Նույն Լաստիվերցին մեծագույն ոգևորվածությամբ շարունակում է, որ հայոց պետականության պահապաններ Պահլավունիները Վահրամի գլխավորությամբ ջախջախեցին մոնոմախի հսկայածավալ զորքերին։
անձնվիրաբար եւ անմնացորդ ծառայել հայոց աշխարհին, կյանքը չխնայել հանուն թագավորի, հավատարիմ մնալով հնագույն կանոնակարգի այս երկու պահանջներին, Վահրամ Պահլավունին թե իր, թե երկրի համար արքա կարգեց թագավորական ընտանիքից 18-ամյա Գագիկին, ով ըստ լաստիվերցու արյաց քաջասրտությամբ ներխուժեց Միջնաբերդ եւ դուրս շպրտեց դավաճաններին։ Սակայն բյուզանդացիներին հաջողվեց հայ դավաճանների միջոցով համոզել երիտասարդ արքային, թողնել անին եւ մեկնել Կոստանդնուպոլիս, Բյուզանդիայի կայսեր հետ հանդիպման։ Սա իհարկե ծուղակ էր։ Ծերունազարդ 89 մոտ Վահրամ Պահլավունին կանգնեց Գագիկ թագավորի առջև ու արգելեց մեկնել Բյուզանդիա, բայց Գագիկ արքան միամտորեն խաբվելով Բյուզանդիայի խոստումներին հանդիմանեց իրեն արքա կարգած պարապետին ու գնաց։ Գագիկ արքան մեկնեց Բյուզանդիա եւ ինչպես կանխատեսել էր Վահրամ Պահլավունին, նա այլևս չվերադարձավ։ Այս 18-ամյա երիտասարդ թագավորը մեկնեց կայսրի մոտ, որը նրան հրավիրում էր իբր որպես հավասար կողմի տեսակցելու, կարևոր խնդիրների շուրջ բանակցելու, գնաց եւ այլևս չվերադարձավ, հենց Բյուզանդիայի ջանքերով Մանդալե ույն այդ երկու եղբայրները Գագիկ II-ին սպանեցին։ Եվ ամեն ինչ արդեն պարզ էր։ Մոնոմախը վարձելով արաբ էմիրների եւ որոշակի զորք էլ իր կողմից տրամադրելով պաշարեց անին։ Պահլավունիների տոհմը մեծից փոքր պայքարեց անիի ու հայրենիքի համար մինչև վերջին շունչը։ Անիի կործանումից հետո սպարապետը ստիպված էր եւս մեկ անգամ դուրս գալ մարտի այն նույն էմիրների դեմ, որոնք օգնեցին Բյուզանդիային բացել անիի դարպասները։ 80-ամյա սպարապետը գիտեր, որ սա իր կյանքի վերջին ճակատամարտն է։ Վահրամ Պահլավունին եւ նրա զինվորները արդեն հանուն արքայի չէին կռվում։ Արքան խաբվել, հեռացել էր անիից։ Նրանք կռվում էին հանուն զինվորի պատվի, կատարելով հնագույն կանոնակարգի պահանջները, կյանքը չխնայել հանուն Հայաստանի, հանուն ժողովրդի, հանուն հավատքի։ Պահլավունիների արյամբ խաղաղություն չեկավ հայոց աշխարհին, բայց Պահլավունիների արյամբ ու կյանքով հաստատված պատվո կանոնակարգը 1000 տարի անց այսօր պարտադրում է թշնամուն այդ խաղաղությունը։ Անիի կործանումը եւ Վահրամի մահը կարծես ազդանշեցին Պահլավունիների տոհմի անկումը։ Աստիճանաբար Պահլավունիները վերացան պատմությունից, կատարելով իվերուս տրված ճակատագրական առաքելությունը։ Սակայն Վահրամ Պահլավունու թողած եկեղեցիներն ու ամրոցները այսօր էլ հաստատում են, որ սա Հայաստանն է, այն Հայաստանը, որի համար այդ տոհմը ոչինչ չխնայեց։ Մեր եւ մեր որդիների արյան գնով խնդրեցինք խաղաղություն աշխարհից։ Անիի անկումից տարիներ անց Կիլիկյան հայոց արքա Ռուբեն առաջինը գտավ Գագիկ թագավորին նենգաբար սպանողներին։ Ըստ Գանձակեցու Ռուբեն արքան լուծեց Գագիկ II-ի արյան վրեժը մահվան դատապարտելով արքայասպան Մանդալյա եղբայրներին։ Հետագայում մենք կտեսնենք, որ հայոց աշխարհի հանդեպ գործած յուրաքանչյուր հանցանք վաղեմության ժամկետ չունի եւ վերջի վերջո
ստանում է իր արժանի պատիժը։